Սասնա ծռեր, Բ հատոր, մասն երկրորդ, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ ԺԳ պատում, Սասնա ծռեր, պատմեց այրարատցի Մուրադ Հովսեփյանը, գրի առավ Սարգիս Հայկունին։ Դավթի կռիվը Մսրա Մելիքի հետ։ Սաղնասարից Բաղդասարից հետ մհեր ելավ թագավոր։ Աշխարհը բիրադիալ թարավ, զավթեց։ Զորեղ թագավոր եղավ, գնաց չուր Մսր։ Մսրա Մելիքի մորը հետը նստավ կայնավ։ Մսրա Մելիք որ ասամին էդի ընդոնցից բահամ եկավ, մհերից ու Մելիքի մորից ելավ։ Մհեր Մսրա եկավ իրա տունը Սասուն։ Մեկ վաղտ մնաց ընդրան Աստված մեկ տղա տվեց։ Բերեցին այդ տղեն, մկրտեցին, անուն Դավիթ դրին։ Մեր 5 ընկավ մեռավ։ Դավիթ մնաց հետիմ հորից։ Մերն էլ ընկավ մեռավ, մորից էլ հետիմ մնաց։ Ձենով հովան, ծռան վեգոն է երեխին պահամին։ Տեհան երեխին չեն կարում պահիլ ինչ արին։ Միտ կարին թե մհեր մևաղտ գնաց Մսր, Մսրա Մելիքի մոր հետ նստեր կայներա, երեխին ստեղ պահող չի ելլի, բերենք տանք Մսրա Մելիքի մոր թոպախի։ Ելան վերցրին տարան Մսր, տվեցին Մսրա Մելիքի մոր ասին, էս երեխին պահող չի կա, դու պահի։ Մհեր որ մեռավ, էս խետին Մսրա Մելիք ելավ թագավոր, երկիրը բիրատի դարձրեց իր թրի տակը։ Դրանց կանոն խայտեն ուրփաթ հոլ կխաղային, ձիավորներին թանբահ կաներ կեթային դաշտի մեջ իրարի կուրս կտալեին, 4-5 տարի այդպես խաղ կանեին։ Դավթի 5 տարին, որ թմմավ մե ուրփաթ ասավ, քերի, ընձել տար կամ թամաշա անեմ կուրս թալելուն, ասավ Դավիթ բալամ, երանի դու այդ խոսք չասեիր ընձի։ Էս Մսրա քաղաքնա, 1000 ձիավոր դուս կգա, քեզ տանեմ ընտե, վայ թե ձիանք տան ոտի տակ, թե որ չտանեմ շատ մարդ պտի ասի, եթիմա Մելիք անկատ չի դնում, տանեմ, փոշմանեմ, չտանեմ, փոշմանեմ։ Մսրա Մելիքի մերը խելոք օղլու շաղեր, ասավ որդի բեր երկու փայլևան թիր Դավթի խետը, թո ձեռը ոտը կապեն, տարեն տնեն մե բանցր տարի գլուխ, Դավիթ թո ընտից թամաշա անի։ Փայլևաններն էլ նստին կուշտը մուղաթել են Դավթին։ Չլի գացածր ընկիցյան ոտի տակը։ Մսրա Մելիք ասավ մերս լավ ասիր դու։ Վերցրին տարան ձեռ ոտ կապին, տրին տարի գլոխ, այդ փայլևաններ երկուսն էլ նստան կուշտը ғարաուլ։ Մսրա քաղքից յանք դուս եկան էս խետին, խեցան, որ խաղան մեյդան, բիրատի ժողվան եկան թամաշա։ Մսրա Մելիք խեցավ իր ձին, քշեց եկավ ղոշունի մեջ, մեկ գուրս կար Մսրա Մելիքի ձեռը, 360 լիտր էր։ Խաղցնա մեր, տանը մեր աջ, բերը մեր գուրզը ձեռի մեջը, տանին պտտցնելով գուրզը օղտը գրվանքա կրակ էր թափը։ Դավիթն ընտից թամաշա արավ, սիրտը ղաբուլ չարավ, ասավ են փայլևաններին, թե դուք կաք իմ ձեռներ արցկեք, փայլևաններ վերցրին, թե թագավորի հրամանն ա, մենք քեզի պտի պահենք, չեթաս ձիանների ոտի տակն ընկնես։ Դավիթ մե Յավաշիկ իրար տվեց իրան, կապված պարանը կտրվավ, ելավ տարավ բերեց երկու փալևանին էլ կապեց իրարից, 5 իջավ եկավ գնաց հոլտունը կայնավ։ Մսրա Մելիքը թուրպին դրեց աչքին, իրիշկաց տեհավ Դավիթ եկերա հոլտան մեջ կայներա, ընտից կանչեց Դավթին Դավիթ հոլտնից վերել, այսօր կզարգեմ, խող կդարձնեմ։ Դավիթ ցեն տվեց ընտից ասավ, քերի զարկ, թոքա քո գուրզը, չլեմ չիմանամ երկու մտանի ըլլես, Աստծուց այնպես գրած չի, որ մեր ազգը ծերած գիտեմ փախնի, ես էլ չեմ փախնի քու դեմից։ Մսրա Մելիք լսավ այդ խոսքերը սիրտը բարկացավ, գուրզն այնպես զարկավ, խող դարձնեմ ասավ, գուրզն որ թալեց եկավ
Դավիթ էլ երկու ձեռքով չբռնեց, մեկ ձեռքը տարավ դեմ, գուրզը բռնեց, որ գուրզը բռնեց ծանդր, թեթև արավ ասավ, ափսոս, հազար ափսոս, մի քիչ թեթև է այս գուրզը, 40 լիտր արջի ճլներ, խալին լցնինք վրեն նոր լավ կլներ։ Թալեց գուրզը Դավիթը, գնաց Մասրամելիքի գլխի վրով, ընծավ, միավոր ճամփախ, գնաց, տեն ընկավ։ Մասրամելիքն էսխետին կանչեց խալխին, թե արեք էլ մեկ խաղա, էլ խաղալ մեզի չի ուրմշի։ Փոր ու փոշման թողին ու եկան տունը։ Մասրամելիք վերցրեց, մերիկ, ես Դավթին պտի մորթեմ, մեր վերցրեց որդի, ընչի ես մորթում։ Էսօրենի գուրս թալեց իմ գլխի վրով ընծծրեց։ Մերը միտ կարավես խետ, մեկ վաղ Դավթի խոր խետ նստեր կայներ էր սիրտը ցաված Դավթի վրեն, դարձավ ասավ, որդի մի մորթի Դավթին, տղայա, մեղքա, ասավ, բա ինչ անեմ, բեր մի աման կրակ լից, մի աման էլ ոսկի լից, դռնից կանչա գա ասա, ես դեղինից մեկը վեր կալ, թե որ ձեր պարզես դբա կրակ, խելք բան չի կտրում, թե որ ձեր պարզես դբա ոսկին, են վաղտ մորթի։ Մասրամելիք բերեց, մի աման կրակ, մի աման էլ ոսկի լցրեց, կանչեց, Դավիթ արի, են երկու դեղինից մեկը վեր կալ։ Դավիթն եկավ մտավ օթախը, էդ երկու դեղինից մեկը վերցնի։ Անտեր մնա փողը, փարեն քաղցրա մարդի, թե դժոխ կտանի, թե արքայություն։ Եկավ, ձեր պարզեց դեղ ոսկին, Աստծու հրամանքին, հրեշտակ Աստծուն ձեր նոլրեց թեղ կրակը։ Մատ տվեց կրակին, կրակը կպավ մատից, էլ միտք չարավ, որ թափ տար կրակը, մատը ճխտեց բերանը։ Մատի կրակը կպավ լեզվից, թքեց դուս կրակը բերնից, լեզուն երվավ։ Դավիթ թլոլ էր խոսում։ Մերն են թեխեն ասավ, մելիք որդի տեհար, խելքը չի կտրեց, մատ տվեց կրակին, համ մատ երվավ, համ ճխտեց բերան լիզուն երվավ, որ ընդրա խելք կտրեր, ենը դենց կաներ։ Մելիք վերցրեց բա մերիք, ես ինչպես տանեմ, իմ սիրտը ғաբուլ չի անի, որենի մնա իմ աչքի դեմը։ Որդի, որ չես ուզում, բեր երկու լավ փայլևան մարդ, Ղուվաթով լնեն տիր Դավիթ ընտոնց խետ, ըրխկի տողեթա իր խոր երգիր, չմնա քու աչքի դեմ։ Մասրամելիք բերեց, երկու քու հավնած փայլևան տրեց խետը ասավ, կտանեք չուր անգղա գետը, ընտեղ կմորթեք, անգջներ կբերեք ընձի հադիա, իմ մորից գաղթի կլի, ինչ որ ուզեք կտամ ձեզի։ Ընդոնք վերցրին Դավթին, ընկան ճամփախ տբասասուն, եկան խասան չուր անգղա գետը, մեկն ելավ կարմունջի վիրև, մեկն մնաց ներքև։ Կանչին Դավթին, Դավիթ, արի, Դավիթ, արի մեր երկսի արանքով ընցի չընկնես ջուրը։ Ասավ, փայլևաններ, 3 օր է, ճամփախ ենք գալեմ, ծովերի ғրախ, գետերի ғրախ, ես չեմ ընկնեմ ջուր, մկաստեն չի պիտի ընկնեմ ջուր։ Հենց առեջ գնացեք, թե չէ որ դարձամ ձեզ վրա, ձեր մեծ կտոր, ձեր անգաչներ կմնա։ Փայլևաններ ғարայ են իրանցից խասան տեղ Դավիթ ձեր պարզեց, են մեկի թոշից բռնեց, երկսի քամակ բերեց, զարգեց իրար, ընդրանց կողրանք մտավ իրարի մեջ։ Դավիթ իր ձեր քաշեց, ընդրանք էլ իրարից չի պոկվան, ելան կայնան երկսով խռովան դարձան։ Են մեկը ստուց դե են ծառներ շլկում էր մեկելին, որ բեզրեմ էր, դնում էր գետին մեկելն էր շլկում։ Դավիթ իր իշկած տեհավ, ընդոնք իրարից չեն պոկվում, ասավ, դե տենց սանդուղչա բիր բողջա հաղացեք, ճուղապ տարեք թակավորին։ Դավիթ, բամեր ախրը մոնց պտի էլի, չի պոկվենք իրարից։ Դավիթ ասավ, չեք պրծնի իրարից չուր ձեր մահվան օրը, ասին Դավիթ արի քաշա մեզ իրարից պրծծրա, մենք քանի սաղ ու կենթանի ենք քեզի ծառայենք։
Առաջի Աստծուն ուխտը լի։ Դավիթ գնաց քաշեց իրարից պրծացրեց, եկան ընկան Դավթի հառեջ, սալամատ Դավթին բերին տարան Սասուն։ Դավիթ էս խետին մենե տանեղ շիրեց իրա համար։ Եթե մեր կորեկի արդ կար, չուրիրիկուն ճնճղուկ էր սպանում։ Ետ կորեկը մե պարավ կնկան էր, ինքներ մե տղա։ Կկար Դավթին կասեր, վերցվիս դու, չուր եպ իմ կորեկ տրորես թապես, ամեն փշրվավ թապավ քու ոտների տակ ես եկուց ինչ պտի տամ իմ տղեն ուտի։ Դավիթ կորեկի միջից հելավ եկավ տուն։ Էս խետին ճժերի խետ ճան կխաղար։ Ընտրա ճաներ կտանին կասեր իմ ճաներ տվեք ընձի։ Ընդոնք էլ չին տակ ասին ընչի տանք տարեր ենք։ Էս խետին սիլով կզարգերը դրանց։ Որ կզարգեր, որի հանգճներ կբռնվեր, որի երես կեթար կամակ, որի լիզուն կբռնվեր, որը հախուկը հիվանդանար, կթողցներ, քաղաքի մարդիկ սասմա շեհերի մեջ, ինչ մանին կալեմ որտուն մտան տեհան տան տղի լիզուն բռնվերա։ Հանգճներ բռնվածա, երես ծռացա, գնացի կամակ, որը խիվանդ պարկուկ, ես ինչ այլ է դրանց, թե վալա Դավիթն ազարգի։ Արեք, որ էդպես տա, շողվենք եթանք խորոխպոր կուշտ, հնչի պտի ըտենց անի մեր երեխեքին։ Երեխատերեր հմեն շողվան գնացին կանգատ։ Ձեր երեխին յատվեք ուսումի, յաղրգեք ուրիշ երգիր, մեր երեխեքին զարգերա, որը խիվանդ պարկուկա, որը լիզուն բռնվերա, որը անգժներ բռնվածա, երես ծռացա, գնացի կամակ, մենք չենք ընդունի այդ բանը։ Խրոխպրտանք վերցրին, Աստված վերցնի այդ թավուր երեխին, մենք ինչ անենք, մենք կուզենք ըտենց անի։ Եկան թե Դավիթ, ընչի ես զարկեմ խալխի երեխեքին, խրոխպրտանք միտ կարին թե փեշի տանք, վայ թե մեկ որ զարկի իր ուստին սպանի, այ ինչպես տանինք, բերենք տանք, ֆորթարածը դրան, կեղ չի մնա, որ խալխի երեխեքին վնաս չտա։ Եկան Դավիթ որդի, քեզ տվերենք ֆորթարած, գնա ֆորթեր պահի։ Ասավ, դե արեք եթանք, բարշենք իմ հախ։ Գնացին քաղքի մեջը, Դավիթ վերցրեց, դուք ընձի բռներեք ֆորթարած, պախեմ ձեր ֆորթեր հախս թամամ տակ։ Պայման արին ըտենց, համա Աստծու խաթր դու գնա, կեղին վնաս մի տա, մենք քու հախ կտանք։ Ելավ լուս բացվավ ֆորթեր խանին դուս։ Դավիթ գնաց դեմ, մեր կաթեք կոր բռնեց ձերը, մե պողպատես սոլ խակա, ֆորթերն առավ ելավ սար։ Ֆորթերը բրախեց, ինքն ընկավ սարի մեջ։ Ինչքան լապստրակ կար, աղվես կար, գել կար, արջ կար, ժողվեց, բերեց, լցեց ֆորթերի մեջը։ Ինչ գելերին հասնամին տեղ ֆորթեր ուտին, Դավիթ խասնամ պոչից բռնամ, վերցնամ տպում էր գետին, ինչ հորթեր իշկամին տեղ գելեր ախու չն արածım, ժողվերին իրարի վրեն, կաղներին ընտեղ։ Դավիթ են խդար վազեր էր, նեղացեր էր, ոտի պողպատես սոլը խանեց տեհավ ծակվերա, կոր որ բռներա ձեր, են խդար վազերա, որ մաշվերա։ Իրիշկաց տեհավ, խրոխպեր խաց ապերեմ։ Եկավ մոտեցավ ֆորթերին տեհավ, աշխար ինչ դար ջուն ճանավար կա, ժողվերա լցերա ֆորթերի մեջ, ձեն տվեց Դավթին, արի քուխած տար։ Դավիթ ձեն տվեց, բեր դու, ես չեմ կարագա։ Են լպստրակներ, որ ժողվեր էր, անուն չեր գիտում, ասավ խրոխպեր, ես բալբալոսան ու լերք պախնին, թուխած բեր տուրընձի։ Ասավ, վալլա ես չեմ գա, կվախենամ այդ ճանավարներից։ Իր ձերքի պետ տնկեց, գետին խաց կապեց, պետից ասավ, արի քու խաց տար։ Խրոխպեր եկավ քաղաք, ձեն տվեց խալխին, Աստծու սիրունը լի, ելեք, դռներ խողեք, դարգյահներ փակեք, Դավիթ, ախշար ինչ դար ճանավար կա, բերե լցե ֆորթերի մեջ, իրիկուն որ էդի բերեց, կլցվեն քաղաք, մերս մանուկ կուրանա։ Էլան դարգյահներ փակին, դռներ հողին, երկուն Դավիթ հորթեր առավ, եկավ ձեն տվեց։ Ձեր հորթեր գարիբ են, հեսոր տարեք, վիր մեկ էր, արեր եմ խինգ,
վիր 5 արերեմ 10, արեք ձերապրանք տարեք տեղավորեք, խեր տեսնակ ձեր մալից։ Մեկը չուրլուս դուշ չեկավ հախու։ Դավիթ իշկաց քաղքից մարդ դուշ չլլմ, հայ գիդի աղշար կասավ, արի լավութուն արա, ես հեսոր բիթուն քրտին կարուն, թապիմ մալ ժողվիմ, դուք իմ ամակ չիմանակ, թողեց եկավ տուն Դավիթ։ Են ինչ ջուն ճանավար էր, քաշվավ սար, են ինչ հորթերնին, մնացին ենտեղ կայնուկ, խալ խելան թռներ բացին, հորթեր բերին։ Դավիթ գնաց քնավ։ Լուս բացվավ եկավ նախրագնեն կաղնեց, ասեց դե խանեք ձեր տավար տանեմ պախեմ։ Խալխն ասին աղբեր էլ քեզ չենք բռնի ֆորթարած, ասավ ընչի չեք բռնեմ, թե հեսոր էլ տանես մեր հորթեր հախու կսատկեն։ Էս է, չեք բռնի, ձեն տվեց հմենով, էս է, չեք բռնի, ձեն տվեցին հմենով, էս է, չենք բռնի։ Դավիթ եկավ տուն, խորոխբեր ասավ, ել ջվալ վերց, կոտն էլ վերց։ Խորոխբեր ելավ, կոտը ջվալը վերցրեց, Դավիթ ընկավ հառեջ, գնաց տներ, ասավ, քումալ խանդուս տանեմ պախեմ, ասին, մենք չենք բռնի քեզի ֆորթարած, որ չես բռնի իմ հաղթու։ Սաղ քաղաքը պտտավը տենց իր հաղթամամ ժողվեց, եկավ տուն։ Մնաց, էլի գնաց երեխեքի խետ խաղալու։ Էլի հետոին խանեց երեխեքի կլո, խալխ ժողվան եկան, թե Դավիթ մեր երեխեքին կոտորեց, յատուր ուսումի յատող էթա ուրիշ երգիր։ Ժողվան խորուրդ արին, թե Դավթին են խետ ֆորթարած արինք, ես խետ էլ բերենք նախրչի անենք, մեկ ընկեր տնենք խետ, ասին մուղատ էլ ջուն ու ճանավար չի լծվի նախրի մեջ։ Դավիթ նախիր տարավ դաշտ, դեհավ մեկ մուխա ըլլմ, ասավ ընկեր էդ ինչ մուխա, ասավ մե հարուստ մարդ համեր է ժամեն անամ, ասավ կարաս մեթիքա եթաս բերես, ես ինչ խդար պտի բերեմ, որ դու կուշտ ուտես, արի դու գնա, որ երկուսս էլ կուշտ ուտենք։ Դե տավար մուղատ էլի ես էթամ ասավ։ Են մուղատ ելավ, ինքն եկավ, որ էթա հաց բերի, գնաց դեհավ ժողովուրդ քահանեն նստած են։ Ասավ օրնյայի տեր ես ինչ հաց կերութունա, ասին մարդ համեր է ժամեն անեմ, ասավ օղորմի ձեր ննջեցելոց հոգուն, մեկ իչ կերակուր տվեք մենք էլ տանենք ուտենք, տանտիկին բերեց կովկիտ հերիսա լցեց, մեկ գրվանքի գյորե եղ կլներ լցեց վրին, 4-5 հաց բերեց տվեց ընդրան, ասեց որդի տարեք կերեք ձեզ անուշլի, Դավիթ եղավ հերիսի ամանը թունդիրներ, եղ պղնձով խալուկ կուշտ դրուկ էր, ասավ նանի, ձեր խաց որդիա, ասավ դեն ենտեղ դարսուկա, խաց բոլ կա։ Դավիթ տրնից ելավ դուս, գնաց մեկ դարմնի կողով շլկեց, գնաց էդ խացը ծալ բեցալ վերցրեց, դրեց կողովի մեջը, ձեր տվեց հերիսայի կճուշ թունդիրներ, խանեց դուս, էդ պղնձի եղ հմեն շուր տվեց վրեն, կողով շլկեց, հացը հերիսի աման մեկ ձեռնով բռնեց, ասավ դե տեր դու խածորնի չուր ես եթամ թարնամ կամ։ Խալխ տեհան, որ էդ կողով խաց շլկեց հմեն, էդ հերիսի աման երկու հոգով չեն կարում հիրար տար, Դավիթ որ մինակ շլկեց, էլ հախու մեկը չի խոսած, Դավիթ տարավ թեղ ընկերը կերակուրը, 5 իր ընկերը կերան երկսով, ընկերին ասավ, ես բերեր եմ, դու էլ տար տուր իրանց, ընկեր իմացավ, որ խաց հմեն բերեր էր, եղն էլ հմեն բերեր էր, հերիսեն էլ հմեն բերեր էր, ասավ, ես չեմ կարա շլկի տանի, ել էլի դու տար Դավիթ։ Դավիթ բերեց ամաններ տվեց տիրոջ, տեհավ, թունդիր նոր թազա մուխ են, կցում վարում են, թազա կերակուլ են եփմ, որ տան խալխին խալխուտի, Դավիթ եկավ ասավ, շատ շնորհակալ եմ ձեզանից, Աստված օղորմի ձեր մեռելի հոգուն, կուշտ կերանք։ Դավիթ եկավ տեհավ ընկերը լալմա, ասավ, ընչի ես լալմ, թոքի ճուտիր փորը չի ցավար։ Ասավ ուտելուց չի Դավիթ։ Բանչից նա ասավ Դավիթ, ասավ 40 հոգի հարամի թևերեկան, զարկին ռեսի եզը տարան,
մենք իրիկուն ինչ ջուղապ տանք։ Դավիթ ասավ դոր տարան։ Դես գացին ես ինչ գիտամ։ Դե ասավ դու նախիրը տար ես էթամ եզան կամակ։ Գնաց տեհավ մեկ զաղի մեջ մեկ մուխը ալլմտուս։ Մտավ զաղեն տեհավ 40 հարամի նստած են։ 4 խինք չամի գերան թալեր են կրակի վրեն, 40 կանթանե ғազան թալեր են վրեն, էդ եզը կաշով բանով դրեր են պղնձի մեջ, փմեն որ ուտեն։ Դավիթ իրիշկաց տեհավ էդ պղնձին 40 կանթ կա, ասավ ես իմ խուվատ ես պղնձի վրեն պտի ջրբեմ։ Տենամ կարամ ես պղինց վերցնեմ գետին տնեմ, ձեր տվեց վերցրեց դրեց գետին, գետնից վերցրեց դրեց կրակի վրեն, դարձավ որ բարև տար, տեհավ 39 հոգի փախան, են մեկ սիպտակ ծեր խալի որ էր, տեղ բտեղ չորցավ հախու, բերամբաց էր մնացե։ Դավիթ հենց իմացավ, թե իր վրեն է ծիծաղում, եկավ ձեր տվեց, թե իմ խերս, ընչի իմ վրեն ծիծաղում ես, տեհավ չորցել է պետ։ Մեկ բանալիք կար ընդրամ ուրուսի մեջ, էդ բանալիքն արձկեց, բերեց մի պստիկ դուր կար, բացեց, տեհավ ինչքամ արծաթ, ոսկի ուզես ըտեղ կա։ Մեկ իչ վերցրեց, լծեց ջեբերը, գալմա թեղ տունը։ Ընկեր նախիր տարեր էր գեղ թեղ մուտն էր։ Խորող պրտանք եկան խարցրին մեր տղեն պահուրը, ասավ գողերը ռեսի ես տարան գնաց եզան կամակ, ընտոն կեսխետին գնացին Դավթի կամակ։ Դավիթ սարիցն էր գալմ, եկավ իրար ռաստ եկան։ Տեհան մութն էր, էլ չի կարացին գարգեղը, ասին պարկին կստեղ չուր լուսնա, կլենք կետանք, պարկան քնանը դե։ Դավթին գցին օրթալխ։ Իրանք ամեկ կողի պարկան, Դավթի մեկ փեշ մեկ գցեց տակ, մեկ փեշ մեկ գցեց, կես գիշեր էր։ Դավիթ զարթնավ ելավ նստավ, տեհավ դաշտի մեջ մեկ լուսա երևում։ Ուզեցավ որը լեր էթար, տեհավ փեշեր խորող պրտանց տակնա, տանակ ջեբից խանեց, են փեշ կտրեց, մնաց խորող պորտակը մեկ էլ փեշ, էլ չի խանեց վեր, են փեշն էլ կտրեց, գնաց խասավ են լուսին, տեհավ կրակ չէ, խաչաձև բանցրանում ավերև, գալմա ցածր կայնը։ Խամփուրեց են լուսը, դարձավ եկավ տբա խորող պրտանք։ Եկավ մտավ երկու խորողպոր մեջ պարկավ, լուս որ բացվավ խորող պրտանք ասին Դավիթ, ել է թանք տուն։ Դավիթ որ ելավ կայնավ փեշեր մնաց գետին։ Խորող պրտանք ասին Դավիթ, էդ քու փեշեր խիա կտրուկ։ Դավիթ ասավ խորող պեր, ես գիշեր ես մե լուս եմ տեսե։ Ասին որդի, գութանա, քարվանա, վարանողը ով գիտա։ Ասավ նե գութանա, նե քարվանա, նե ջրկալա։ Խորող պրտանք իմացան ես խետին լացան, թե ենի բալամ, քու խոր մարութիկ աստվածացինա, ինչ քուխեր մերերա, մսրամելիք եկեր քանդերա, մսրամելիքի հախուն չինք կարաշինի, Դավիթ էդտեղ երկ կասա։ Խորող պեր, աստված կտա արև, ես դեմ կկայնեմ են քյաֆիր մելիքին, կուրուսեմ ինչպես հորն հերեկին։ Խորող պրտանք վերցրին, Դավիթ, ծախ շատ կուզի, Դավիթ վերցրեց, ես իմ ոտովն եմ գացե, իմ ձեռով դուրը բացե, իմ աշկով եմ տեհե, ոսկին ու արծաթ բերենք, մարութիկ աստվածածին շեն անենք։ Օրնութուն, բարերարութուն թափի վրական ջարողած, վր հազր նստողած։ Ելան եկան տունը, 4 խինգ ես բռնին տարան են արծաթ ոսկին բերին, ըռեսի եզան հաղ տվին, մնացող բերին մարութիկ աստվածածին շեն արին, վանք որ շիրին պրծան, եպիսկոպոս դրեց մեջ, վարդապետ սարկավակ դրեց մեջ, էներկու փայլևան վանքի դռնապան դրեց, ինչ բան կպաքսի եկեք ընձի իմացրեք, ասավ Դավիթ, ինք եկավ տուն նստավ, խելքն ես խետին կատարյալ ելավ, էլ խալխին չեր դիպնում ես խետին։
Ձեր ընկավ աշխարհ, թե Դավիթ Մարութիկ Աստվածածին շեն արե, ճուղապ գնաց Մսր, Մսրամելիքն էլ լսավ է ձենը մորն ասավ, այ մեր, էնոր չի թողիր ես Դավթին մորթեի, էքուց էլ ես ընտրա ճուղապ ինչպես տամ, ջար գցեց Մսրա քաղաք ասավ, երապ մարդ կա գա էթա Դավթի գլոխ բերի, որ մեկ բերեց, ինչ լիզուն պտտի կտամ, մեկ կուզ բայդին կար, ыտրածին 6 ոտանի էր, շաշ ու փառ էր, ասավ, որ 2000 ձիավոր տասնձի ես կեթամ Դավթի գլոխ կկտրեմ, հանգչներ կբերեմ հադիա, Մելիք հրամայեց 2000 ձիավոր ժողվան, դե կուզ բայդինի խետ գնացեք ասավ, կուզ բայդին ընկավ հարեջ, ձիավորներ ընկան կամակ, շահարից էլան թուս, մե հաղպուր կար շահարի կուշտ, կրանիք ջուրին լցնեմ, որ տանին տները, տեհան կուզ բայդին եկավ 2000 ձիավոր հետ նասին, կուզ բայդին, էթուր ես էթում, Աստված հաջողա, տերը քեզ հետ ըլլի, ասեց, էթում եմ սասուն բերեմ թալան, կարմի կովեր բերեմ կթան, սև եզներ բերեմ լծան, երկեն կնիկ բերեմ ուխտեր բառնան, կարճ կնիկ բերեմ երկան քաղան, աղջիկ բերեմ արմաղան, կուզ բայդին գնաց, ճամփի մեջ տեհավ մեկ ֆերыз մարդի գլոխ, անգջներ կտրեց, թալեց ջեբը ասավ, ես Մելիքին կտանեմ հադիակ, ասեմ ես Դավթի անգջներն ա, կուզ բայդին եկավ, էլ հախուչի գնաց քաղաք, գնաց դպավանք, 2 դռնապանին ձեռ ոտ կապեց, մտավ վանքը, վարդապետ եպիսկոպոս հմեն մորթին, դարձավ, թողեց, եկավ, դպա իրանց քաղաքը, մեկ տիրացու վանքից փախավ, ժամարարի շապի կարնի մեջ շաղախած էր, առավ եկավ դպասասուն, եկավ տուն հարցրեց, Դավիթն հուրա, ասին թե գնացե Ղոնախլղ, ես խետին Դավիթ էլ է 10-15 տարեկան, եկավ էդ Ղոնախլղի դրան վերեն, ասավ, Դավթին ասեք դուզ գա, բան պտի ասեմ, դրան վրի ғարաուլներ ասին, գնատուն, խունկ մոմ պակասա տնից վեր կալ տար, դու Դավթի հետ ինչ գործ ունես, տիրացուն տեհավ չն թողում, էթաներս չեն էլ կանչում, Դավիթ գադուս, ճարը կտրվավ շապիկ փանջարից շպրտեց գնաց ներս, Դավիթ որ տեհավ ժամարարի շապիկ առնոտ, տվեց գլխի մեջ լացավ ասավ կանչեք շապիկ բերող, էդ ինչ այլ է, բան չեմ գիտում, ղոշուն փրթավ ներս, բիրադի ջարդեցին, մարդ չի կա ընձնից Սավայի, եկա ջուղապ բերեմ քեզ, էդտեղ Դավիթ տվեց գլխին ասավ, աշկեր քոր պիտեր Դավթին չի տեսներ սպանում եպիսկոպոսին, ամեն վաղտ քարոս կտար հայոց իշխաններին, աշկեր քոր պիտեր Դավթին սպանում չի տեսներ վարդապետներին, շապատ կիրակի պատարակ կանեն հայոց հավատին, աշկեր քոր պիտեր Դավթին սպանում չի տեսներ ավակ սարկավակին, ամեն վաղտ բուրվար ման կտար մջ ժողովրդին, Դավիթ ելավ, էլ տուն չի գնաց վանք, տեհավ 2 դռնապան կապուկ ընտեղ թալուկա, ձերներ արցկեց ասավ, էդ ինչ ելավ, ղոշուն տվեց մեզ վրա, ասավ փաթոր գնացին, դեսը գնացին, Դավիթ ձեռ տվեց մի ահագին բարդուծար, քոքահան արեց, դրեց թևին գնաց խասավ ղոշումին, ղոշում ինչպես վանքի զորուխ ձյանք բրախերին, որը ձինա թիմարում, որը ասպաբնա սրբում, որը քնումա, որը խաղ ասը, Դավիթ ծառ դրեց գետին, բարակ ճղերից բռնեց ծառի քոքը տարավ, բերեց ընդրանց մեջը, որի գլխին դպավ գլուխ թրցրեց տարավ մեկ սահատ տեղ, որի մեջքին դպավ ջարդ ու խուր տարավ, որի ձյան դպավ չարչ ու խուր դարավ, կուզ բայդին իմացավ, իր 6 ոտանի ձին խեցավ փախավ, Դավիթ ընկավ հետև խրկեց, տեհավ ծառը իրան ծանդրութունը անեմ, թալեց գետին, հասպե հասելավ կուզ բահդինի ձյան,
իր շորերը ճղեց թալեց չփլախ կաղնեց թամքի մեջ, Դավիթ քամակից զորեց ձիան, քամակից հասցրեց իրան, ձեր քցեց ձիան պոչ քաշեց, էնի ձին զանգուլամի շարավ որ պրծնի, ձիան պոչ քոքից պոկվավ, մնաց դավթի ձեր, ձինարն լվիկ պրծավ գնաց հասավ են աղբուր, տեհավ, գրանիկ էլի ջուրին լցնեմ, Գրանիկ տեհան Կուզբահդին եկավ, իրանց մարդիկ հետը, չէ ասին Կուզբահդին, չէ դու գնացիր սասուն բերիր թալան, սև եզներ բերիր լծան, կարմիր կովեր բերիր կթան, Էդ հուստ ես կալեմ կակաբերան, հոսով ղանջղ լակյաթա, ես ինչ գիտի, սասման նետերն է գերան, որտե զարնեն կանեն իրանց պատրհան, Ասին բամեր մարդեր հուրը, ասավ, ձեր մարդեր սպաներ, լցեր են հանգղած զորը, ընդրանց ճուչ ու պլոր կբերենք, կանենք ձեզի համար եղ ու չորթան։ Կուզբահդին գնաց, ձյանից իջավ, գնաց մելիքի կուշ, թե մելիք սաղլի, հալ ու հեքյատ էդպեստ։ Դավիթ էսոյին խանեց մեր գլող, մելիք կանչեց մորը, այ մեր, ամեն վաղ դու իմ ջանինը լմ ես պատիչ, դու չի թողիր ես իմ սրտով նանեի, Էնոր որ դու թողայիր ես դավթին կմորթեի, էսոր էսոյին չեր խանե մեր գլող, մկաբա ես ինչպես տանեմ ընդրախետ, Մելիք դարձավ ասավ իր իշխաններին գնացեք, մեջոջ տաշտ բերեք, Գնացին մետաշտ առան բերին տվին մելիքին, մելիքին չարավ, թուր զարկեց իր բդի մեջ, մետաշտ լիք արհուն առավ իր բդից, կանչեց երկու հոգի գրագիր մարդ բերեց ասավ, դե ես կասեմ իմ արնից դուք գրեք, թղթիկ մը իմ արնից կգրեք, ըրխկեմ բաբա Ֆրենկին, թղթիկ մը իմ արնից կգրեք, ըրխկեմ աստղիկ պարոնին, թղթիկ մը իմ արնից կգրեք, ըրխկեմ աչմուշահին, թղթիկ մը իմ արնից գրեք, ըրխկեմ սուլթան Մուրադին, թղթիկ մը իմ արնից կգրեք, ըրխկեմ Ֆրենկի պապին, հեսոր ես շատ նեղտեղն եմ ընկեր, Ձեզանից կուսեմ 40,000 խինք խարիր խամար հերեսմազ գալած չլի, Ձեզանից կուսեմ 35,000 խինք խարիր խամար բեղեր նոր մրացլի, Ձեզանից կուսեմ 30,000 խինք խարիր խամար մուրուս նոր թողածլի, Ձեզանից կուսեմ 25,000 խինք խարիր խամար մուրուս ալուխարլի, Ձեզանից կուզեմ 20,000 խինք խարիր խամար մուզուկան չի ըլլի, մի ամիս ժամանակ ըլլի, ամիս որ թմավ ժողվեք գակստե, հարչի դաստեն որ գա ծովերու ջուր խմի, մեջտեղի դաստեն որ գա ինչքան գետ գյոլ կա խմի, առու կա խմի, ամեն ջուրը ռադլի, Հետի դաստեն որ գայել ջուր չլի, ջրիտեղ ավազ թալի բերան, օրհնյալ արարիչ թակավոր տեր, օրհնություն բարերարություն վրհականչ դրողացլի, վրհազր նստողացլի, ամիս որ թմմավ ղոշուն ժողնվան հեկան, ախ հեկան, 40,000 են բռնած, 18,000 եկավ, 7 թակավոր էր, 7-ից էլ եկան թոփվան, ախ թոփվան, ղոշուն որ եկան լցվան քաղաք վր հիրարու, ախ հիրարու, Էլ երկնքի աստղին հաշիվ կա, գետնի խող ու քարին հաշիվ կա, մելիքի ղոշունին հաշիվ չկա, Երկինք գետին ղոշունի դեմ դողում էր, Էս խետին զարզանդ ընկավ մսրաքաղաք։ Ղոշուն առավ, որ էթա սասմա վրեն կռիվ, Մերն ասավ մելիքին որդի երազ եմ տեհեք ես խամար, ասավ աստված խերն անի մերիք, պատմի տեսնեմ, ասավ ես տեհա սասմածին կխաղար մսրածին դեմ կպախներ, Մերիք ասավ Դուն քեզ խամար ես քնեմ, երաս խալխին ես տեսնեմ, Էլ էնորը մելիք չգինաց,
Մեկ էլ օրը ելավ, խոշուն վերցրեց, որ էթա մերն եկավ դեմ ասավ որդի, սասմա վրեն պարզարև էր, մսրա վրեն ամպեց, ախ ամպեց, ես եմ զախախուրեր, կարկուտ ու կրակ էր թափում, արի կարք ու փեշից թափի որդի, մերիկ ասավ, ես անահագին խոշուն ժողվեր եմ, ենի մեկ մարդ հա ինչ պտի անի ընձի։ Խոշուն ես խետին կաշեց քաղաքից ելավ դուս, գնաց սասմա գրաղները, չադրները զարկեց նստան։ Մսրամելիք 10 ձիավոր ռխկեց, էդ ձիավորներ եկան ցենով հովանի կուշտ, վերցրին թե 10 զապաղջիկ ուզեմելիք, որ քնի ընդոնք ճանճեր քշին։ Ելան սասմա շահարից 10 զապաղջիկ տվին առան տարան տվին մելիքին, մելիք որ քնում էր, աղջիկներ խինք մեկ կողմին, խինգել մեկ կողմին, ուռի տերև ձեռներին բռնեմ ճանճեր քշմին, կանչեց 20 ձիավոր բերեց մելիք, ըրխկեց սասուն, թե գնացեք 20 բեր փող բերեք, ցվրեմ խոշունի վրեն, խարջլի սլի իրանց, ուտեն, խմեն, ըլենք թալենք քաղաքի վրեն, բիրադի ջարդ ու խուրդ անենք, սպանենք Դավիթ, թողանք եթանք ես խետին։ Ելան եկան սասուն էդ 20 ձիավոր, գնացին ձենով հովանի կուշտ, ցրան վեգոյի կուշտ, թե արեք մելիքի հրամաննա, 20 բեր փող տվեք, հուզերա տանենք տանք իրան։ Ձենով հովանելավ կայնավ, կոտ վերցրին, գնացին մտան խազինեն, ցրան վեգոն չափը մեր։ Դավիթ իր նետ անեղնելի արեր էր, գնացեր էր են պարվի կորկի մեջ, էլի լոր ճնճղուկ էր սպանը։ Էդ կորկի տեր պարավ նեկավ ասավ, տո բեմուրատ մերնես դու Դավիթ, չուրի եփ իմ կորեկտորոր ես, մսրամելիք եկերա քաղաքի 4 գրաղ, չադր զարկերա վաղթա, գանք ու գլող կտրին։ 10 զապաղջիկ տարան, մկայել եկեր են 20 բեր փող են ուզում, որ տանին ցրվին խոշունի վրեն, մկակգան կտնեն քու գլող քումոր հարչը բետար, դու քեզի մեկ ճար արա։ Էդապարավ Դավթի խորխետ նստեր էր, կայներ էր սիրտը ցավում էր Դավթի վրեն, ընդուր ասավ էդ խոսքերը։ Դավիթ ասավ պարավ, ես ինչ անեմ։ Քու խնոցին տուր ես խեցնեմ, քու շերեպտու բռնեմ ցերս, ես ինչով է թամ կռիվ զատ չիկա։ Գնա տուն, մկա փող են չափը, մի թող չափել։ Դավիթ կորկի միջից ելավ, եկավ տուն տեղավ, խարսներ լալում են, ասավ ընչի եք լալում։ Ասին մենք չիլանք, էլով լա։ Մսրամելիք եկեր չադր զարկերա քաղքի 4 գրաղ, առավոտան աշդալղին էր, եկավ 10 ձիավոր, 10 զապաղջիկ առան տարան, մկայել եկեր են 20 ձիավոր, 20 բեր փարայ են ուզում։ Քու խրոխպորտանց առան տարան, որ չափեն տան, կորնանք մենք, մեր հալը ճարը մոնց պտի հլի։ Դավիթ ելավ գնաց թեղ խազինեն։ Տեղավ խորոխպրտանք փարային չափում ձեն տվեց, խորոխպեր, խորից ելտուս ես գամ չափեմ։ Թե կշշկրի մնձի սորվծրա խորոխպեր։ Խորոխպեր ձեն տվեց, Դավիթ բալամ, դե արի չափի։ Քուխեր մեկ ընձի վրա կանչեր էր, իմ թումբան մուր տրերիմ։ Մեկ էլ դու կանչիր, էլ իմ թումբան մուր տրերիմ, ես էթում եմ իմ թումբան լվամ դե, դու արի չափի։ Դավիթ ձեր տվեց էդ չվալներ, փարեկ հմեն շուր տվեց, կոչ շուր տվեց բերնի վրեն, կորզեց կոտի որի վրեն։ Կոտի որի վրեն մեկ քանի փարակցեց, փեց զարկեց, գյուվա սրբեր կոտի բերան, էնել թափեց գետին։ Դարտակ կոտ վերցրեց շուր տվեց չվալի մեջ ասավ, էս մեկ գյուվա չափանը, մեկ էլ չափեց էդպես դատար կոտ, էս երկու ասավ, յասավոլներ ասին, այ տղա, դու ինչպես տես չափ անեմ, Դավիթ ասավ, ընչի, դու իմ չափին չեք հավանեմ, ասին դարտակ շուր ես տալի, մեկ երկուս ես խամբրեմ, Դավիթ ներքևած կոտ տապեց ընդրան ճակտի մեջ, ելավ խասավ 20 անգաչներ պոկեց, զարկեց ճակատ, ատամներ քաշեց, շարեց ճակատ, ձեռներ կապեց, ասավ, դե ջուղապ տարեք ձեր մելիքին։ Ընդոնք գնացին ջուղապ տանել մելիքին։ Դավիթ եկավ, են վանքի կշտի գերանի նման մեկ գերան,
Էն օրինչ կուս բաղդինի հետև գնաց, մեկ էնպես գերան քաշեց, քոքահան արեց, դրեց թևին որեթակռիվ, կորքի տեր պարավ եկավ դեմը էլի ասավ, թուր ես էթում Դավիթ, ասավ էթում եմ կռիվ, պարավ ասավ տնավիրի ծուր, փետով էլ կռիվ կանին, մելիք երկիր մարդ չի թողե, ժողվե բերեդ ու փետով կետաս, բա ինչպես տանեմ պարավ ասավ Դավիթ, քու խորող պրտանց ասավ մեծի տան խեցի գնա կռիվ, խորող պրտանք վերցրին Դավիթ տարան թավլախանեն, 20-ի մեկ ջերգ եկապու 21 թավլախանեն, ասավ որ կխավնես, խեցի առ գնա բալամ, Դավիթ եկավ ձյան կուշտ, ձեր դրեց ձյան կամքի վրեն, ձին փորտվեց գետին, էս ջերգեն բռնեց ելավ չուր գլող, որի վրեն ձեր տվեց, փորտվեց գետին, եկավ ելավ դրան կուշտ, խելք բան չկտրեց ձյաններից, եկավ էլի գնաց իր կերան վերցրեց, դրեց թևի վրեն, ուզում էր էթարելի կռիվ, են կորքի տեր պարավ եկավ դեմնելի, Դավիթ ասավ, ընչի ձի չխեցար բալամ, ասավ գնացիմ թավլախանեն, որ ձյան կամքի վրեն ձեր տվիմ, փորտվեց գետին, են որ իմ ձերին դայախ չի տալում, են ձին կետա կռիվ, Դավիթ, քու օղորմած խորդ կար քուրիկ ճալալին, Դավիթ քու օղորմած խորդ կար թուր կայծակին, Դավիթ քու օղորմած խորդ կար ջզմեն մհերին, Դավիթ քու օղորմած խորդ կար կապեն աթեբին, Դավիթ քու օղորմած խորդ կար փող բղլորին, խաքի կապվի, խեցի քուրիկ ճալալին քնակռիվ, ասավ նանե, ախր չեմ գիտա դրանց տեղ դորա, ասավ գնա, քու խորողբոր զորի, ընդոնք կտանին քեզ նշանց կտան։ Դավիթ դարձավ, եկավ տուն, խորողբրտանց ասավ, էլեք ձի տվեք ես խեցնեմ խորողբորտանք։ Խորողբորտանք չեն խմշում ձին տային, Դավիթ ձեր տվեց փետ, եկավ թեղ խորողբրտանք, խորողբրտանք տեհան Դավիթ պտի զարկի, բանլիս վերցրին, գնացին կոմի դրան վերեն կայնան։ 6 դուր բացին, վրա օխտին, բանլիս տվին Դավթին ասին, էլ մենք հախու չենք կարա ես դուր բացի, առ բանլիս բաց գնաներս։ Դավիթ բացեց, մտավ գոմի մեջ, տեհավ թուրը, շորերը, չզմեք պատից կախուք են։ Ձեր տվեց ձյան կամակ, ձին կամակ վերցեց տպեց օջորք, աստծու հրամանքին ձյան լիզու եկավ ասավ, էտ ինչ պտի անես ընձի դու Դավիթ, ասավ, քե պտի խեցնեմ էթա մանգամ, ասավ, քեզ կվերցնեմ արեգակի առեջ կիրիցես, ասավ, կհաղամ քու դոշի տակը, ասավ, կզարկեմ գետին, օխտը տապակ կետաս գետին, ասավ, կհաղամ քու երկու անգջի մեջ, Ձինը տեղ լացավ, Դավիթ ասավ, ընչի ես լալեմ, Ձին ասավ, բա ես չիլամով լա, ասավ, լալեմ ես ընչի խաթեր, ասավ, ես քանի տարիք ու խեր մերերա, նենձի թիմարողա էլ է նետակը սրպող, իմ ջուրն իմ եմն էլ հրթսից տվեր են ընձի, որ էդպես տա խորդ շորերն ես խետին խաքի։ Դավիթ խոր ֆաս դրեց գլող, 1 լիտր բամբակ դրեց մեջը հալա ընկնամ էր տակ գլխից, խոր արխալուղ բերեց խաքավ, ամենցոց 1 լիտր բամբակ դրեց, հալալեն էր կոճակները մերկցելուց, խոր ջզման բերեց խաքավ, ամեն ոտ 1 լիտր բամբակ ճխտեց, հալալեն էր ոտներից ընկնում էր տակ, Խոր մեշկա բերեց, կապեց իր վրեն, 3 փաթ մեշկի բոլորը պատտեց, հալա երկեն էր։ Խոր թուր բերեց, կապեց վրեն, մեգյազ գետին քրքաշետում էր երկեն էր։ Եկավ, ձին թիմարեց, թամք դրեց վրեն, կյամեց, քաշեց դուս։ Խեցավ եկավ, որ սասմակաղքեն էթար, մեկ իչտեղ ձին քշեց միտ կարավասավ, Հայ գիտիան բախտիսան, խորողբրտանք, ձենով հովան ծրան վեկոն եկան հարեջ, խարսներ եկան թեմ կայնան խաղով ասին Դավթին, Դավիթ էթալ քեզ չլի, դարնալ քեզ լի, մեր ախպեր Դավիթ,
Չուր մկա քեզ խարսնութուն չընկարեր, նոր պտի խարսնութուն անենք, մեր աղբեր Դավիթ, նոր պտի քու ցերներին ջուր լցնենք, քու ոտներին սոլ պտի տնենք, մեր աղբեր Դավիթ, քեզ խարսնութուն անենք, մեր աղբեր Դավիթ։ Դավթի սիրտն էլ փլավ, դարձավ վրեներ, խարսներ, կանչեք Աստված, էթալ չլի, դառնալի, Տեր Աստված ճարանի, թե դարձա ու եկա, ձեզ կանեմ սասմա տանտիկին։ Արարիչ Տեր Աստծու խնամքը շատ լի, օրհնություն բարերարություն թափի վր անգաճ արողած, վր հազր նստողած, ձին քշեց, մեխելի գնաց, խորոխբեր եկավ կուշտ ասավ, ափսոս, խազարեֆ ափսոս քյուրիկ ջալալին, փեշքեշ պտի անեի բաբա Ֆրենկին, ափսոս խազար ափսոս թուր կեցակին, փեշքեշ պտի անեի աջմուշահին, ափսոս, խազար ափսոս փող պղլորին, փեշքեշ պտի անեի աստղիկ պարոնին։ Դավիթ տեհավ իրան ափսոս չեն գալեմ, քյուրիկ ջալալուն, թուր կեցակին, փող պղլորին են ափսոս գալեմ, թուրը քաշեց, որ զարկեր խորոխբոր, խորոխբեր տեհավ, որ թուրը քաշեց պտի զարգի, դարձավ ձեն տվեց Դավթին ձենով հովան խաղով, ափսոս խազար, խիստ ափսոս, թարլան Դավթին, հեսօր գնաց սասմա օջախից, ճրակն ընցավ սասմա օջախին, Դավիթն ասավ, դու ղուրբանը լես էդ մեկ խոսքին, չէ քեզ պտի սպանեի, նոր պտի եթայի դպա Մսրամելիք, ասավ խորոխբերներ, դուք ացեք բարի, չուր հազար տարի, ես եմ էթալու, դուք եք մնալու, գլոխ իջացրեց խորոխբրտանց, կաց բարի արած, ձին քշեց։ Գնաց ճամփի մեջ մի փոս ռաստ եկավ, ձին չոք տվեց գետին չի գնացել։ Դավիթ մի էնպես ճուղտ զանգու տվեց, ձյան ճուղտ կողնել կոտրավ ձին տեղից չելավ։ Աջղավ ձյանից իջավ պարկավ քնավ։ Միխելի մնաց, ձին եկավ կուշտը, փոքոլ արավ զարթեցրեց։ Դավիթ ելավ տեհավ, են փոսի ջուրա էլ է, էթումա։ Ես խետին էլի ձյան Աստծու խրամանքին լիզու եկավ ասավ Դավիթ, ինչ քուխեր մեռե, եսա հաղպուր չորցերա չուր մկա։ Եսօր դու եկար աստե, ծնծնած տվեց դուս, ես ջուրը որ կա, անմախական ջուրա, չուր քուխերը չխմեր ես ջրից, կռիվ չեր կարանի, դե դու էլ խմե լվացվե, մեկ իչ քսի իմ կողրանքը, ես էլ կխմեմ, էթանք կռիվ։ Ես խետ Դավիթ լվացվավ, էդ ջրիցը մի բուր էլ խմավ, լցվավ, ճարճարոց ընկավ փորը, ընկավ գլող, ընկավ ոտներ, ջզմեք ոտներից խանեց, միջի բամբակ խանեց թալեց, չուր խակավ, 2-3 տեղով վաղթեր ջղեր։ Մեշկապն արցքեց, կոճակներն էլ արցքեց, արխալուղի ծոցից բամբակ խանեց թափեց, կոճակները որ բերեց կոճկելու, քամակ 2 տեղ պատրվավ։ Գլխի ֆաս բերեց, միջի բամբակ դարտկեց, անջախ գլող մտավ։ Խոր մեջ կապ, որ 3 փաթ էր, մկա 1 փաթ անջախ հասավ։ Խոր թուր կապեց վրեն, 1 գյաս հլա կարճ եկավ։ Ձին բերեց ես խետին քաշեց խեցավ, քշեց գնաց խոշումին խասավ, ինք իր տեղ բանցրեց, խոշումին ցածրեր։ Էդտեղ զարզանտ կողեց Դավթին, լացավ կանչեց Աստծուն ասավ, ես լեմ Աստծու մահվան կրակը ստոնքը լեն ամարվա չոր յոնջի դիզրանք, ես լեմ Աստծու մահվան կրակ, ստոնքը լեն գզած բամբակ, 50 տարի չեմ կարա երեցի, ես լեմ հրեղեն կամի, ստոնքը լեն երեցած փոշի, 40 տարի չեմ կարա երանի։ Ձին Աստծու խրամանքին լիզու էլավ ասավ, տնավեր, ընչի ես ըսդար վախենում դու, քուխեր մեղոչաղ մարդեր, բա դու քոխոր տղեն չես, քութուրն որ կա կայծակիցա, են խդար որ քութուրը կտրի,
Են գդար ես կտամ ոտի տակ, են գդար որ քութուրը կտրի, են գդար իմ քամին կգցի վեր, են գդար որ քութուրը կտրի, են գդար ես իմ պոչով ջարդ ու խուրդ կանեմ, կանչի մարութիկ բանցր աստվածածին, խաչ պատարազին աչ թևին, ձեռդ բռնի թուր կայծակին մի վախենա, քշի մեջ ղոշունին։ Ղոշումին հաշիվ չկա, քշեց խասավ ղոշումին, նոր միտք արավ Դավիթ ասավ, գիտի, անբախտություն կլի, ասենց քշեմ մեջները, որը քնուկա, որը ձինա թիմարım, որը ասպաբա սրբım, կայնի ձեն տամ, բիրադի զարդնեն ըլեն վեր։ Բորած ղոշումի վրեն Դավիթ իրանց թադարուկ տեսնին ասավ խաղով, վերելեք այսօր, վերելեք, որը քնած եք ելեք, նստեցեք, որը նստած եք ելեք, կայնեցեք, որը կայնած եք, ձեր ձյանքը խեցեք, որը խեցած եք, ձեր թադարուկ տեսեք, չասեք, Դավիթ գող էր, գողութենով մեր վրա եկավ։ Էդ որ կանչեց, ձեն ընկավ ղոշումի մեջ, զլոց ընկավ խարվան իրար, շատ մարդ շշկլվեր էր, ձին որից էր գեմում, պոչից էր գեմում, ձին քշեց մչներ ես խետին, մեծ 4 գլող գնաց ներքև եկավ վիրևի գլխի ծարուն էլավ, մարդ էր տանում ներքև։ Մեղց էր խալիվոր ասավ, փոշտ, ճամփախ տվեք ես էթամ Դավթին տեսնեմ։ Դավիթ ձին քշեց թեխետ խալիվորն ասավ, ընչի ես ընձի ասեմ փուշտ, ասավ ես քեզ փուշտ չեմ ասեմ, ես ասում եմ փոշտ, որ ճամփախը լի գամ քեզ տեսնեմ։ Ասավ ինչ ես ասեմ, ընձի խետ ինչ բան ունես, ասավ Դավիթ, արևիտ մեռնեմ, ես ամեն խալխին զորովա բերեմելիք, ես խալխին դու ընչի ես անմեղ տեղը ջարդեմ, Դավիթ ասավ, բա ինչ անեմ, ասավ, դե քու դուշման են չադրներինը, գնա ընդրախ հետ կռվի, թե Աստված քեզ տվեց դու խաչապաշտ ես, քեզ կանենք թագավոր, թե Աստված ընդրան տվեց, ընդրան զաթի կծառայենք։ Դավիթ ձին ղոշումի միջից խանեց, քշեց գնաց դպա կարմիր չադրները, դեհավ մսրամելիք չադրի մեջ պարկե քները, են վաղտ որ բերնի բուղը խանումա, չադրը օղտը գազ բերնի բուղի դեմ բանսրանումա, են վաղտ որ բերնի բուղը քաշմա, չադրը գալım, իր սների վրա կայնմա, են աղջիկներ, ինչ սասմա չեն բերած եսիր, խինք մեկ կողմ են նստած, խինք մեկ կողմ, ուռի տերև են վերցրած ճանչեր են քշում։ Են մեկ աղջիկ վերցրեց, ես մեռնեմ Դավթին, հավատայեք ենձի առնի փախնի, են մեկ էլ վերցրեց, ես մեռնեմ նորախաս բոյին, եկե հնձի առնե տանի, ամեն մեկ բանսավ։ Դավիթ դրանց խոսքին ականջ չարավ, ողջի ասով, ես ձեզ խամար չեմ եկե, ես մելիքի խամար եմ եկե, խանեք վեր կռվենք։ Աղջիկներ ասին, մենք չենք կարա խանի, բա ասավ, դրա իլաչ ոնց պտի էլի։ Մսրա մելիքի մերն ասավ, յա օղտ նոր պտի քնի, յա չէ գութանի խոպ պտի տակցնեն, տնեն ոտի վրեն որ ըլնի։ Դավիթ թուրը քաշեց գնաց ըտրա գլխի վրեն կայնավ, թուրը որ զարկեց, կես գազ մտավ ըտրա ոտի մեջ։ Մսրա մելիք ձեզ տվեց թրի տեղ ասավ, աղջի, էս ինչ լու էր ոտը սկացեց, մեկ թողային վրեն լուգա։ Դավիթ տեհավ չի լնում, ծենով կանչեց ես խետին խախով, մելիք վերելի, անմախ քեզ մախ եմ բերե, մելիք վերելի անմախ քեզ մախ եմ բերե, մելիք վերելի, այսօր վերելի, անգրող քու խոքին կառնեմ։ Ես խետին մելիք աշկեր բացեց, տեհավ գլխի վրեն կայնած աթուրը ծերին գրողի գայդա,
Զարզանդը Մելիքին կողեց, էդ խետին Մելիք ձեն տվեց Դավթին, իմ սիրուն գառնիկ, դու բարով ես եկե, քեզ ուտեմ առավոտվա խաց, ճաշվա հուստ բերեմ, քեզ ուտեմ ճաշվա խաց, իրիկվան խաց հուստ բերեմ, քեզ ուտեմ իրիկվա խաց, առավոտվա խաց հուստ բերեմ։ Դավիթ ասավ. Քեզ իրիկվա հաց եմ ճաշվա էվելի, ճաշվա հաց եմ իրիկվա էվելի, իրիկվա հաց եմ առավոտվա էվելի, քեզ համար եմ եկե Մելիք, դե ել կռվենք։ Ասավ դե իչի հանգստացի նոր ըլնենք կռվենք։ Դավիթ ուզեց որ իջներ ծին չթողած։ Մսրամելիքի սուֆրեն օխտը գոմշիկաշի էր, գրաղները սաղ գութանի բնադա զնջիլ երկաթ էր։ Ձին տեհավ Դավիթ ուզում այչնի տպեց գետին, Մսրամելիք հրամայեց իրա ծառաներին, Դավթին բռնին քցին սուֆրի մեջ, սուֆրեն քաշին, զնջիլներ քաշ տվին, տարան քցին արև դեմ, Դավիթ մեջ փաթթուք, արև ճխտեց գոմշիկաշին չորցավ, կրնցկվավ իրար վրա։ Խորոխբրտանք Դավթի աստղ իշկացին, խավարը երևում։ Եկան մեծի ունեն անուն Մուրադ էր, կանչին Մուրադ աստված, Մուրադ ձի, մեզ եբ կխասնես Դավթին, ձին ասավ, ինչքան ժամանակ մարդ նստի խաց ուտի, ենքան ժամանակ քեզ կխասնեմ Դավթին։ Հայ ասավ, ինչքան մամակ տվեր եմ քեզ քո աշկեր բռնի։ Էլի ասավ, Մուրադ աստված, Մուրադ ձի, ընձի եբ կխասնես Դավթին։ Մի պապիրոս ինչքան վաղտ մարդ խաշա, ենքան վաղտ կխասնեմ Դավթին, ասավ, ինչքան մամակ տվեր իմ քո աշկեր բռնի։ Էլի ասավ, Մուրադ աստված, Մուրադ ձի, ընձի եբ կխասնես Դավթին։ Ասավ, փրխված խալիվորներ, դե ելեք, ձեզի ընձի վրա պինդ բռնեք, աշխեր խփեք, բացեք, տանեմ խասուցեմ Դավթի կուշտ։ Էլան ձին քաշին դուս, խեցան քշին քաղաքից ընկան դուս։ Ձենով հովան շատ ձենով էր, ասավ, ինչ անեմ, թե կանչեմ Դավիթ ըլնի վեր, շատ մարդ հախու մուրուս պտի թափի, թե չբորամ տղեն ձեռած կետա, թե բորամ, մեր տղեն ըլնի վեր շատ կնանիկ կան, երեխով են, երեխեք կթալին իմ ձենի հախուն, ձենով հովան մեծ ճամփին կանչեց, Դավիթ, մեյել վեր, քեզ կանչի Մարութիկ աստվածածին, խաչ պատրաստի վրա չթևին, քեզ հիրար թուր, որ ազատես էդ նեղութենից։ Ձենը գնաց ընկավ Դավթի հականջ, Դավիթ պարկած էր, կապված էր սուֆրի մեջ, կանչեց Մարութիկ աստվածածին, Yavaşlik իրան հիրար տվեց, զնջլի կտորներ սուֆրի գրաղներից ամեկ մետեղ թռան, Դավիթ ելավ սուֆրի մեջ նստավ, տեհավ, քրտինք ենքան լծվերավրեն, որ վաղ թախեղտվի։ Ասավ, հեյ գիդի, Մելիք աղբեր, ես ինչ բեբախտություն էր արիր դու ինձ վերա։ Ասավ, ինչ բեբախտություն եմ արել Դավիթ աղբեր։ Բա ասավ, ընչի էր ընցիտրես սուֆրի մեջ, կցե արև, ասավ, ինչ դու ձյանից իչար, քուքունը տարավ, վախեցա մրսեիր, քեզ քաշեցի սուֆրի մեջ։ Խորոխբրտանք եկան, խասան ձիով ասին, Դավիթ, քուձին հուրա, ասավ, որ ես ձյանից իչեր եմ, ձի չեմ տեսեր, չեմ գիտա որ տեղա։ Խորոխբրտան գացին տպացին բերելու, առան բերին։ Դավիթ ելավ խեցավ ձինը կանչեց, Մելիք, դե ել կռվենք, Աստված յանձի կտայա քեզի։ Ասավ, ես իմ ոտը կտրեր եմ, չեմ կարացի խեցնի, իչի գուլաշ կբնինք։ Ուզեց ձյանից իջնի Դավիթ ձին չեր թողում։ Խորոխբրտանք եկան ձին բռնին Դավիթ իջավ։ Դավիթ Մսրամելիքի հետ գուլաշ կպավ, որը տա գետին են ընդրան սպանի։ Են վաղտ, որ Դավիթ Մսրամելիքին ձեռ էր տալում ճխտում էր, Մսրամելիք չեր կարամ դեմ տալ դրա ղուվաթի դարբից։ Գութանի պես դրա ոտերի տեղը, հողը, ճղը մեթում էր։ Են տեղեն Մսրամելիք դառնում էր Դավթի վրեն,
հար երդացերով զարկը մեր, ոտով զարկը մեր, բերեմ խասնեմ չուր էջմիածին, խոսքի խասկանալու համար, 3 օր կուլաշ կպան իրար իչի հաղթին, են ինչ Դավիթներ հուվաթով էր, են ինչ Մսրամելիքներ, Ղզլբաշ էր, ֆանդով էր, խորող պրտանք ասին էդենց չհլի ջանım, արեք ձիով կրվեք, Աստված որին կտա, մեկ դեղով կլնի։ Երկսով էլ խեցանցյանք, Մսրամելիքն էլ, Դավիթն էլ։ Մսրամելիք ասավ Դավիթ, լսեր եմ քութուրը կայծակիցա, թող 3 դրբ զարգեմ ես քզի, թե քյար արավ, թե քյար չարավ, ես խետին դու զարգնձի 3 դրբ։ Մսրամելիք ձին խեցած էր, գյուրս վերցրեց ծերը, 3 խարիր 60 լիտր էր ընդրա գյուրզը, ձախ պտտեցրեց, աչ բերեց, աչ պտտեցրեց, ձախ բերեց, 12 գրվանքակրակ թափավ գետին, են վաղտ որ զարկեց, թոզ ու դուման բռնեց գետին, ասավ հայ գիտի խողացին, խող էր, խող դարձրիմ։ Են վաղտ որ են դրբ վրա բերեց զարկեր, Դավթիձինը խրեղեն էր, ըստից վերուց դրեց Ալիբեգլու, քիչ որ մնաց թոզն առավ բարակել, ձին էլի բերեց, դրեց մեյդանի մեջտեղ, 3 դրբ էդենց զարկեց Մսրամելիքը, 3 դրբին էլ ձին չթողած Դավթին դրբ դպներ։ Նոբատն եկավ Դավթին, ասավ, դե Մելիք, քու թադարուկտես պտի զարկեմ, ասավ Դավիթ, ես քեզանից վախենում եմ, կխնդրեմ թող ես մեկ 40 գազանոց խոր փորեմ, ես իջնեմ խորի տակը, իմ ձին այարով բանով դնեմ իմ գլխին, թողաս օխտը գոմշի կաշի էլ քաշեմ խորի բերնի վրեն, թողաս մեծ ջաղչի քարել անցակել դնեմ խորի բերնի վրեն։ Դավիթ ասավ, քանդի խորդ։ Մսրամելիք չարխ բերել տվեց, խորը քանդեց, իջավ խորի տակ, կայնավինք ձին այարով, դրին Մսրամելիքի գլխի վրեն օխտը գոմշի կաշի, քաշին խորի բերան մեծ ջաղչի քարել, Դավիթ ձին հաղացրեց, եկավ կայնավ խորի բերնի վրեն, թուրը քաշեց, որ զարկի, Մսրամելիքի մերտեհավ ձին հաղացնել Դավթին, ասավ տունը կավրի Մելիքին, ծծվեր են տեղեն թալեց դուս եկավ Դավթի դեմ կայնավ ասավ Դավիթ, քեզ ես ծծեր տվեր եմ չես կերեր, քեզի մեղր շաքարով եմ պախեր, էդ մեկ դրբը բախշի ընձի, ասավ նանի, ես մեկ դրբը բախշեր եմ քեզի։ Պտտցրեց ձինը, հաղաց Դավիթը, եկավ կայնավ խորի վրեն, որ զարկի էսխետին մերն եկավ են դեխենելի դեմը ասավ Դավիթ, դու լես քու ստեղծող Աստված, էդ մեկ դրբը բախշա քու ստեղծող Աստծուն, ասավ նանի, ես էլ բախշեմ իմ ստեղծող Աստծուն, ես մնացի իմ մեկ դրբ, էլ չի գասեմ դեմ, մկա մեկ դրբ պտի զարկի Մելիքին, ինք ուր բախտ, եկավ կայնավ խորի բերան Դավիթ, թուրը քաշեց, կանչեց, մարութիկ Աստվածածին, խաչ պատրազին, թուր կայծակին, զարկեմ կտրի ջաղչի քարին, օխտը գոմշի կաշին, ձին ու իր այարին, հետա խասնի Մսրամելիքին, դու չի տանես իմ ձեռի կամին, զարկեց, ջաղչի քարը կտրեց, գնաց խասավ գոմշու կաշուն, կտրեց կաշիկ, իջավ ցածր, թուրը խասավ այար, ձյան կտրեց, գնավ խասավ Մսրամելիքի գլխի վրեն, էս գլխից ճղեց, եկավ 2 ոտածարանքով կտրեց, իջավ գետին, կես գյազ գնաց մտավ գետնի տակը։ Մսրամելիք ներքևից ձեն տվեց Դավթին ասավ, Դավիթ, դրբդ զարկ թող գա, ես ցրտու մեռա, ասավ, զարկեր եմ, քեզ հիրար տուր, հլա, ինչ հիրար տվեց Մսրամելիք իրանը, էնպես դեր կտրե,
որ ղափաղն իրարից չեր բացվե, որ հիրար տվեց ելավ երկու կտոր։ Ես խետին քար տվին դեն, կաշիկ դեն, Դավիթ մեկ կտոր քաշեց, թալեց ղրաղը, մեկ էլ կտորն, որ խանին տուս, պլոր բրնին, կտրին, ձախ պլորն էր, բերին կշրին 12 լիտր եկավ։ Դավիթ նստավ իր քրտինքը սրբեց ձեռով, ձենով հովան եկավ կուշտը ասավ, տնավեր չեղած, ընչի է դենց քրտներ ես, ծրան վեգոն ձեր գցեց կզվավ, բրնեց Դավթի թրի կոթից, քաշեց, խանեց դուս, գնաց ըստից քամկի վրա առավ գետին, Դավիթ ասավ, խորոխբեր, որը դենց ղուվաթով ես, խիչ ես գալամնձի խետ կռիվանի, ասավ, խորոխբեր մերնի քեզի Դավիթ բալամ, ես քանց քեզ ել, քանց քուխերն էլ ղուվաթով եմ, ամա ինչ կրվի անուն տալում են, ես ոտաշորը սապականում եմ։ Մսրամ էլիքի մեր որ տեհավ իր տղին են պեստ խանին կտոր, գլող բացեց, Դավթին անիծեց, թե Դավիթ, աստծուց կխնդրեմ քու մեշկապ խլաթամեջ արանի մեջ շաղախվի։ Ես խետին Դավիթ իզին տվեց Մելիքի անահագին ղոշումին։ Ղոշում ես խետ Դավթիչ շնորհակալ ելավ, դարձան գնացին։ Դավիթ էլ թողեց, խորոխբրտանց խետ գնաց։